Այս հաղորդման մեջ ես շարունակելու եմ խոսել երգաշարի, վոկալ շարքի ժանրի մասին։ Հիմնականում կանդրադառնամ այն վոկալ շարքերին, որոնք ստեղծվել են 19-րդ դարում ռոմանտիզմի շրջանում։ Հետաքրքիր է, որ մենք հիմնականում երաժշտության պատմության մեջ զուգորդում ենք 19-րդ դարը ռոմանտիզմի հետ, երբեմն անտեսելով որոշ այլ զարգացումներ, որոնք տեղի են ունեցել հենց այդ նույն դարում, եւ երբեմն անտեսելով այն փաստը, որ ռոմանտիզմը սկսվելով 19-րդ դարի 20-ական թվականներին բնավ չի ավարտվել 19-րդ դարի ավարտի հետ։ 20-րդ դարում նույնպես կային բավականին մեծ թվով կոմպոզիտորներ, որոնք շարունակում էին ռոմանտիզմի ավանդույթը։ Եվ հետաքրքրական է, որ այն կոմպոզիտորները, որոնք հիմքը դրեցին այդ ավանդույթին, ժամանակին դիտարկվում էին որպես նորարար, փորձառական, նրանց հետ հնարավոր էր չհամաձայնել շատ հարցերում, իսկ 20-րդ դարում տեղի ունեցավ հակառակը։ Այն կոմպոզիտորները, ովքեր շարունակում էին ռոմանտիկական ավանդույթը, արդեն դիտարկվում էին որպես պահպանողական եւ կարծես հետևելով հին ավանդույթին, ցանկանում էին շեշտել այդ ավանդույթի հետ իրենց կապը։ Եվ անգամ եթե երաժշտական լեզվում փոփոխությունները ինչ-որ առումով սահմանափակ էին, դրանց ընկալումը այդ փոփոխությունների եւ այդ երաժշտական լեզվի ընկալումը հիմնովին փոխվել է։ 19-րդ դարում պատահական չէ, որ երգաշարի ժանրը լայն տարածում ստացավ գրեթե միանգամից Բեթհովենի եւ Շուբերտի երաժշտությունից հետո։ Դրա պատճառների թվում կարելի է նշել հետեւյալը։ Առաջինը ռոմանտիկ շրջանում է, որ կոմպոզիտորները սկսեցին կարծես հավելյալ իմաստ հաղորդել երաժշտությանը։ Նրանց այլևս չէր բավարարում, որ երաժշտությունը կարող էր լինել աբստրակտ, կարող էր պարզապես ինչ-որ հույզ արտահայտել։ Նրանց համար շատ կարևոր էր, որ երաժշտությունը նշանակի որևէ բան, պատմի որևէ բանի մասին։ Եվ իհարկե այդ առումով երգաշարը իհարկե կարևոր գյուտ էր, որովհետև երգաշարում կոմպոզիտորը անպայման առնչվում է բառի հետ, խոսքի հետ, արտահայտված գաղափարի հետ, եւ երգաշարում է, որ կոմպոզիտորը կարող է կարծես ի ցույց դնել իր ամենածածուկ, ամենախորը մտքերը, ցույց տալ իր ունկնդրին, թե ինչի մասին է մտածում իրականում։ Մյուս կողմից 19-րդ դարի երաժշտությունը, առհասարակ ռոմանտիկ շրջանի երաժշտությունը ունի այսպիսի մի խոստովանական կամ ինքնախոստովանական բնույթ, եւ դա էլ նույնպես խորապես նպաստեց երգաշարի ժանրի տարածմանը, եւ 19-րդ դարի շատ եւ շատ կոմպոզիտորներ անդրադարձան այդ ժանրին։ Բեթհովենից եւ Շուբերտից հետո անշուշտ կարելի է եւ պետք է նշել Ռոբերտ Շումանի անունը, որը այդ ժանրին անդրադարձավ մի քանի անգամ, ունի մի քանի երգաշար, բայց այսօր խոսելու եմ միայն դրանցից մեկի մասին, որը կոչվում է Դիխտերլիբե կամ բանաստեղծի սերը։ Ռոբերտ Շումանը անշուշտ երևի թե ռոմանտիկ շրջանի ամենավառ եւ եթե այսպես կարելի է արտահայտվել, ամենատիպիկ ներկայացուցիչներից է, հատկապես վաղ ռոմանտիզմի շրջանի մասին է, երբ երաժշտությունը դարձավ անհամեմատ ավելի հուզական, երբ այդ իմ նշած ինքնախոստովանական բնույթը երաժշտության մեջ գնալով ավելացավ, եւ բնական է, որ Ռոբերտ Շումանը հատկապես իր երգաշարերում արտահայտում էր ինքն իր մտածածը, ինքն իր զգացածը, եւ Շումանի համար դա շատ մեծ կարեւորություն ուներ։ Ի տարբերություն Շուբերտի, որը լսում էր պարզապես իր ներսում բանաստեղծական խոսքի երաժշտությունը, եթե այսպես կարելի է արտահայտվել, եւ կարող էր երգ գրել բարձրապես ցանկացած կարելի է ասել բանաստեղծությամբ, ընդ որում երբ բանաստեղծությունները նրան ծանոթ վերջանում էին ճակերտներով, Շուբերտը կարող էր անդրադառնալ նույն բանաստեղծությանը մի քանի անգամ տարբեր երգերում, Շումանը շատ ավելի ընտրողական էր։ Դրա բացատրությունն այն է, որ նա մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ շատ էին գրողներ, գրականագետներ, բանաստեղծներ, նա մանկուց ի վեր շփվել է այդ մարդկանց հետ եւ շատ լավ գիտեր գրական եւ հատկապես բանաստեղծական խոսքի արժեքը։ Եվ նա ընտրում էր իր երգերի համար միայն մեծ արժեք բանաստեղծություններ այն բանաստեղծների, որոնք այդ նույն շրջանում եւ հետագայում եղել են գերմանական պոեզիայի կարևորագույն ներկայացուցիչները։
Այդ առումով բանաստեղծի սերը շարքը նույնպես բացառություն չէ։ Նա անդրադարձել է այստեղ Հայնրիխ Հայնեի բանաստեղծությանը, որը ինչպես հայտնի է ուներ իր անձի երկու վառ արտահայտված կողմ։ Մի կողմը ռոմանտիկ կողմն է, կողմ, որ խոսում է սիրո մասին, որ խոսում է զգացմունքի մասին եւ այլն, մյուս կողմը սատիրիկ կողմն է, երգիծական կողմն է, որը նույնպես վառ էր արտահայտված Հայնեի պոեզիայում։ Եվ ահա այսպիսի մի պոետին անդրադառնալով Շումանը գրեց իր թերևս ամենահայտնի երգաշարը՝ բանաստեղծի սերը։ Ինչի մասին է խոսքը ընդհանուր առումով այս շարքը։ Հերոսը երիտասարդ բանաստեղծ կամ երիտասարդ արվեստագետ է, որը անկասկած սիրահարված է։ Եվ այս շարքի ընթացքում նրա զգացմունքը տարբեր փոփոխությունների է ենթարկվում։ Սկզբից միամիտ, պարզ, հասարակ սեր, հետո խոստովանություն, հետո առաջին թյուրի մացություններ, հետո դավաճանություն, հետո ուրեմն դեպրեսիվ վիճակ, այդ վիճակը հաղթահարելու փորձեր, ծանր հոգեկան վիճակ եւ վերջի վերջո զգացմունքի հաղթահարում։ Ահա այսպիսի գծով ընթանում են Շումանի 16 երգերը։ Շումանը անկասկած ծանոթ էր թե Բեթհովենի ձևակառուցմանը եւ թե Շուբերտի երգաշարերին եւ երկուսից էլ վերցրել է որոշակի գաղափարներ։ Բեթհովենից նա ժառանգեց այս ցիկլիկ գաղափարը, այսինքն մի երգը շարունակում է մյուս երգը, անգամ տոնայնական առումով այդ երգերը կապված են իրար հետ եւ կա որոշ առումով վերադարձ տարբեր երգերի գաղափարների միջև, այսինքն տարբեր երգերը ինչ որ առումով երկխոսության մեջ են մտնում իրար հետ։ Շուբերտից վերցրեց այդ ուրեմն մի քանի երգի շնորհիվ պատմություն կերտելու գաղափարը եւ բավականին օրգանիկ այսպիսի միասնության հասավ Շումանը։ Ինչն է հետաքրքիր այդ շարքում, որ Շումանը կարծես եւս ավելի բացում է ուրեմն տարբեր էմոցիոնալ սպեկտրի փակագծերը եւ ընդլայնում է այն։ Այստեղ մենք հանդիպում ենք այսպիսի զգացմունքների, այսպիսի էմոցիաների, որոնք բացակայում էին թե Բեթհովենի երաժշտության եւ թե Շուբերտի երաժշտության մեջ։ Խոսքը մի այսպիսի երևույթի մասին է, որը իրոնիա ենք անվանում։ Շատ հետաքրքիր երևույթ է, կարծես Շումանը եւ Հայնեն բնականաբար, որը բառերի հեղինակն է, դիտարկում է այս հոգեկան ծանր իրավիճակի հաղթահարման միջոցներից մեկը ինքնարեֆլեքսիան եւ իրոնիան, որը բացակայում է ավելի վաղ շրջանում։ Այդ առումով հատկապես կարելի է ուշադրություն դարձնել մի շարք երգերի, մասնավորապես շարքի թիվ 11 երգին, որը գրված է գերմանական, կարծես գեղչկական պարի ոճով, որը խիստ տարբերվում է մնացած բոլոր երգերից, որոնք էմոցիոնալ առումով շատ ավելի ծանր են, ավելի խիտ են, ավելի էմոցիոնալ առումով ճնշող, եթե կարելի այսպես համարել, եւ հանկարծ, եթե մենք չենք հասկանում խոսքերը եւ չենք հասկանում խոսքերի եւ երաժշտության կապը, թվում է, որ Շումանը այստեղ ուրախություն է ապրում, հրճվանք է ապրում։ Այստեղ գեղչկական պար, որտեղ շեշտերը ուրեմն շեղված են իրենց տեղերից, որտեղ անսպասելի ակցենտներ կան, եւ հետո սկսում ենք կարդալ տեքստը։ Տեքստը պատմում է հետեւյալ բանի մասին. տղան սիրում է աղջկան, աղջիկը նրան չի սիրում է ուրիշին։ Տղան կոտրված սրտով ուրեմն առաջին իսկ պատահածի հետ է ամուսնանում, արդյունքում բոլորի սիրտը կոտրված է։ Ահա այսպիսի տեքստ է, ենթադրվում է, որ Շումանը պետք է գրեր երաժշտություն, որը որ բավական մռայլ տոների մեջ է, բայց Շումանը ընտրում է ճիշտ հակառակը, այսինքն Շումանը գրում է գեղչկական պար, որտեղ ռիթմիկական խաղով կարծես խոսվում է կոտրված սրտի մասին։ Սա միանշանակ իրոնիա է, որը կարելի է հանդիպել շատ մեծ թվով օրինակ պոստմոդեռնիստական ստեղծագործություններում այսօր, բայց 19-րդ դարի երաժշտության մեջ խոսքի եւ երաժշտության անհամապատասխանությունը եղել է պարզապես շլացուցիչ։ Նույն ձևով միևնույն շարքի մեջ կարելի է նկատել Շումանի երաժշտության այլ կարևոր առանձնահատկությունները, օրինակ այս ֆիքս գաղափարները, որոնք երաժշտական առումով արտահայտված են տարբեր ֆրազների տեսքով, որոնք շրջապտույտի պես անընդհատ կրկնվում են, երբեմն չավարտած մեկը սկսվում է մյուսը, եւ նման բաներ մենք կարող ենք տեսնել նաեւ Շումանի գործիքային երաժշտության մեջ, պարզապես վոկալ երաժշտության մեջ դա բազմապատկվում է
խոսքի արտահայտչականությամբ եւ կարծես մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Շումանը անգամ գործիքային երաժշտության մեջ նույն կերպով վարվելիս եւ նույն երաժշտական դարձվածքներ, նույն կառուցողական մոդելներ օգտագործելիս։ Մեկ այլ հետաքրքիր բան է Դիխտեր-Լիբեում, որ վերջին երգը ամփոփվում է ոչ թե վոկալով, այլ դաշնամուրի մեծ սոլոյով, որը կարծես աստիճանաբար հանդարտվող ալիքների պես փակում է ամբողջ շարքը։ Դա նույնպես նոր բան էր, որ չուներ ոչ Բեթհովենը, ոչ էլ Շուբերտը։ Երգաշարի գաղափարի մեկ այլ իմաստավորում է առաջարկում Յոհանես Բրամսը։ Յոհանես Բրամսը մի կոմպոզիտոր էր, որ շատ հաճախ զուգորդվում է Շումանի հետ, որովհետև իր երիտասարդության տարիները անցկացրել է Շումանի հետ միասին, մասամբ աշակերտելով նրան, լինելով նրա ընտանիքի մոտ բարեկամը, եւ բնականաբար երաժշտության շումանյան գիծը ինչ-որ առումով Բրամսը շարունակեց իր ստեղծագործություններում։ Բրամսը իր կյանքի ընթացքում գրեց բազմաթիվ երգեր, որոնցից ոչ բոլորն են միավորված երգաշարերի մեջ, բայց այստեղ հատկապես ուշադրություն կարելի է դարձնել երկու երգաշարի մեջ։ Մեկը, որը Բրամսը գրեց համեմատաբար երիտասարդ տարիքում, կոչվում է Գեղեցկուհի Մագելոնեն, եւ նրա ամենավերջին ստեղծագործություններից մեկը 4 լուրջ երգ, փոքրիկ այսպիսի երգաշար։ Երկուսի մեջ էլ Բրամսը արտահայտում է խիստ տարբեր գաղափարներ եւ երաժշտական ոճն էլ բավականին տարբեր է։ Այդ երգաշարերից առաջինը ուսումնասիրելիս հետաքրքիր մի բան է աչքի զարնում, որ երգերը թվացյալ ընդհանրություն չունեն իրար հետ։ Այսինքն, թվում է, որ եթե օրինակ Շումանի երգաշարը բանաստեղծի սերը պատմում է մի շարունակական պատմություն, նույնը անում են Բեթհովենի եւ Շուբերտի երգաշարերը, այստեղ բավականին դժվար է հետևել պատմության մտքին եւ պատմության զարգացմանը։ Մի երգը սիրո մասին է, մի երգը բաժանման մասին է, մի երգը երջանիկ միավորման մասին է, մի երգը կարոտի մասին է եւ թվում է, որ ընդհանուր բավականին քիչ կապ ունեն իրար հետ այդ երգերը։ Բայց ուսումնասիրելով այդ երգերի պատմությունը, իհարկե ամեն ինչ ընկնում է իր ճիշտ տեղը եւ ահա թե ինչու։ Յոհանես Բրամսը այս շարքը գրելիս օգտվել է մի այսպիսի հետաքրքիր գրող եւ բանաստեղծ գերմանացի Լյուդվիգ Տիկի տեքստերից։ Ահա թե ինչի մասին է խոսքը։ Ռոմանտիկ շրջանում քաչ հայտնի է, որ սկսեց վերածնվել հետաքրքրությունը անցյալի պատումների եւ միջնադարի նկատմամբ։ Ռոմանտիկ շրջանում մարդիկ ապրելով մեծ քաղաքներում, ապրելով ուրեմն այս հետս հետե հագնացող ինդուստրիալ հասարակության մեջ, կարծես կարոտով նայում էին դեպի անցյալը եւ կարծում էին, որ միջնադարում ամեն ինչ շատ ավելի լավ էր, միջնադարում մարդիկ կարող էին իրար սիրել, ազնիվ մաքուր սիրով եւ կարծես միջնադարը ընդունում էին որպես իդեալ։ Բացառություն չէին շատ գրողներ, շատ բանաստեղծներ եւ այլն։ Եվ ի թիվս այլ զարգացումների միջնադարին վերաբերող զարգացումներից մեկը միջնադարյան տարբեր ժանրերի վերածնունդն էր։ Դրանցից մեկը ասպետական վեպն էր, որը վերածնունդ ապրեց ռոմանտիկ շրջանում։ Եվ ահա Լյուդվիգ Տիկը 18-րդ դարի ամենավերջում գրում է Գեղեցկուհի Մագելոնե վեպը կամ վիպակը, որը հիմնված է իր հերթին մի միջնադարյան վեպի վրա։ Պատմում է հարավային Ֆրանսիայում ապրող արքայազնի եւ Նեապոլի արքայադստեր սիրո մասին, ընդ որում պատմում է միջնադարյան ասպետական վեպի ֆանտաստիկական տոներով, պատմում է մի անհավանական պատմություն, որը այսօր թերևս ավելի հարիր կլիներ օրինակ Բոլիվուդի ֆիլմին։ Բայց իր պատումի յուրաքանչյուր գլխինքից գրում է մի բանաստեղծություն, որը ամփոփում է տվյալ գլխի անցուդարձը, տվյալ գլխի իմաստը եւ հերոսների զգացմունքները տվյալ պահին։ Ահա այդ բանաստեղծություններն են, որ շարժել են Բրամսի հետաքրքրությունը եւ նրա Գեղեցկուհի Մագելոնե շարքը գրված է այս բանաստեղծություններից որոշների հիման վրա։
Մյուս կողմից կյանքի վերջում բոլորովին այլ տեքստեր էին, որ շարժում էին Բրամսի հետաքրքրությունը։ Եվ այստեղ պետք է անշուշտ խոսենք Բրամսի անհատականության մասին, նրա աշխարհընկալման եւ նրա պատկերացումների մասին։ Բանն այն է, որ 19-րդ դարում ապրած Յոհաննես Բրամսը խորապես ագնոստիկ էր։ Նա կարծում էր, որ մարդուն տրված չէ հասկանալ գոյություն ունի Աստված, թե գոյություն չունի, եւ նրան կարելի էր ասել, ուրեմն կրոնական հարցեր որպես գործող, ուրեմն հավատացյալ մարդ առհասարակ չէին հետաքրքրում։ Թեպետ Բրամսը ժամանակին դիմել է նաեւ հոգեվոր երաժշտության ժանրերին, ինչ որ առումով որպես տուրք անցյալի ավանդույթին, ինչ որ առումով էլ որպես մի մտածող մարդ, որը այդուհանդերձ իր ագնոստիցիզմով հանդերձ տալիս էր ինքն իրեն այդ հարցը, իսկ ինչ է մեզ հետ տեղի ունենում մահից հետո, իսկ ինչ տարբերություն կա մարդու եւ կենդանու միջև օրինակ, եւ նման բազմաթիվ հարցեր։ Այնքան հայտնի էր Բրամսի իր այդ սկեպտիցիզմով եւ ագնոստիցիզմով, որ նրա աշակերտներից մեկը, ամենահայտնի աշակերտը, չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակը, նրա մասին ասում էր, հայտնի է ափսոս, գեղեցկագույն հոգու տեր մարդ, բայց ոչ մի բանի չի հավատում։ Բրամսը իր կյանքի վերջում ստացել է մի ծանր ախտորոշում, լյարդի քաղցկեղ եւ գիտեր, որ ունի հաշված ամիսներ։ Եվ կյանքի վերջին շրջանում հատկապես նրա ստեղծագործությունները ստանում են փիլիսոփայական երանգներ, նրանք խոհ են կյանքի եւ մահի մասին եւ առհասարակ երաժշտությունը շատ ավելի զուսպ է, շատ ավելի քիչ, եթե այսպես կարելի է արտահայտվել, փարթամ է, քան նրա ավելի վաղ շրջանի ստեղծագործությունները եւ առհասարակ գրված են բավականին մռայլ տոներով։ Ահա այսպիսի ստեղծագործություններից է նրա 4 լուրջ երգ շարքը։ Եվ ագնոստիկ Բրամսը այդ 4 լուրջ երգի համար ընտրում է բավականին անսպասելի տեքստեր, որոնցից առաջին 3 երգը գրված են 5 կտակարանի տեքստով, ընդ որում ինչպես օֆիցիալ տեքստերով, այնպես էլ ապոկրիֆալ տեքստերով, իսկ 4-րդ երգը արդեն հիմնվում է նոր կտակարանի տեքստերի վրա։ Բնական է, որ Բրամսին հատկապես պետք է հետաքրքրեր 5 կտակարանից ժողովողի գիրքը, որը խիստ տարբերվում է, կարելի է ասել, 5 կտակարանի մնացած բոլոր տեքստերից։ Իր խոհափիլիսոփայական ուղղվածությամբ, իր կյանքի եւ մահվան մասին մտորումներով եւ բավականին խիզախ մտքերով, որոնք արտահայտված են այդ գրքում։ Եվ պատահական չէ նաեւ, չնայած բավականին զարմանալի է, որ Բրամսը ընտրում է իր վերջին երգաշարի համար հենց այդ տեքստերը։ Եթե 19-րդ դարում որևէ մի կոմպոզիտոր կարելի է երևակայել որպես Բրամսի հակապատկերը, դա հավանաբար կլիներ Ռիխարդ Վագները։ Վագներին եւ Բրամսին ժամանակակիցները ընկալում էին որպես հակառակորդներ, թեպետ ճիշտ է, որ շատ հաճախ այդ հակառակորդ լինելու իմաստը ստեղծում էին հենց թե առաջինի եւ թե մյուսի հետևորդները ավելի քան կոմպոզիտորներն իրենք։ Այդուհանդերձ հասկանալի է այս կոմպոզիտորների տարբերությունը, կարծես անձեն աչքով կարելի է տեսնել այն։ Բրամսը չափազանց հեռու էր օպերային ժանրից, երբեք օպերա չի ստեղծել, մյուս կողմից Վագների համար երաժշտությունը պետք է անպայման պատկերի ինչ-որ տեսարան, որը որ հիմնականում բացառվում է Բրամսի երաժշտության մեջ, ով երաժշտություն անցալում էր որպես ավելի абստրակտ արվեստատեսակ, եւ միանշանակ այսպիսի մի լարվածություն կար երկու կոմպոզիտորների միջև։ Շատ հաճախ նրանք երբեք չեն անդրադարձել իրար արծարծած երաժշտական ժանրերին։ Օրինակ Բրամսը հայտնի է որպես բազմաթիվ կամերային ստեղծագործությունների հեղինակ, 4 սիմֆոնիայի հեղինակ, մյուս կողմից Վագների երաժշտության մեջ գերակշռում են բոլորովին այլ երաժշտական ժանրեր, բայց եթե նրանք ինչ որ մի կետում ընդհանուր այսպիսի հպում ունեին, դա եղել է երգաշարի ժանրը։ Եվ Վագները, որը իհարկե առաջին հերթին հայտնի է իր օպերային ստեղծագործություններով, նույնպես երգաշարի հեղինակ է, ընդ որում մի երգաշարի, որը գրված էր իր կյանքի ամենավճռորոշ պահերից մեկին։
Այդ շարքը կոչվում է հիմա հայտնի է որպես Wesendonck Lieder կամ Wesendonck-ի երգեր եւ գրված է մի այսպիսի շվեյցարացի բանաստեղծուհի Մաթիլդե Wesendonck-ի բանաստեղծություններով։ Շարքի պատմությունը քաչ հայտնի է եւ դա իհարկե Վագների կարևոր կենսագրական իրադարձության հետ կապ ունի, բանն այն է, որ իր քաղաքական գործունեության պատճառով Վագները իր երիտասարդ տարիքում վտարված էր Գերմանիայից եւ չէր կարող վերադառնալ Գերմանիա։ Նա ճամփորդեց տարբեր երկրներ եւ վերջում գտավ մի այսպիսի հովանավոր, որի անունն էր Օտտո Wesendonck, որը մետաքսի, ուրեմն վաճառական է եղել, որը ուրեմն Լուցերն քաղաքի մոտակայքում նրան տրամադրեց մի տարածք իր ուրեմն կալվածքում եւ Վագները այդտեղ ապրում եւ ստեղծագործում էր։ Միևնույն ժամանակ քաչ հայտնի է, որ նրա եւ Օտտո Wesendonck-ի կնոջ Մաթիլդե Wesendonck-ի միջև գոյություն է ունեցել ինչ-որ զգացմունք։ Թե որքան հեռու է գնացել այդ զգացմունքը, պատմությանը թերևս հայտնի չէ, բայց հայտնի է, որ Վագների կարևորագույն ստեղծագործություններից մեկը Տրիստան եւ Իզոլդե օպերան գրված է հենց այդ զգացմունքի տպավորություններով եւ հետքերով։ Մինչև Տրիստանը եւ Իզոլդեն գրելը Վագները անդրադարձավ իր սիրելի Մաթիլդեի բանաստեղծություններին, գրելով մի վոկալ շարք, մի երգաշար, որը բաղկացած է 5 երգից եւ որը կամ գոնե որի առանձին մասերը Վագները ընկալում էր որպես յուրօրինակ էտյուդ Տրիստան եւ Իզոլդե օպերայի համար, այսինքն այդ երգերում շոշափված որոշակի երաժշտական գաղափարներ հետագայում տեղ են գտել նաև օպերայում։ Հետաքրքրական է, որ Վագների ստեղծագործությունների մեծ մասում մենք գործ ունենք մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այս ստեղծագործությունն էլ քաչ հայտնի է իր ձայնի եւ նվագախմբի, այլ ոչ թե ձայնի եւ դաշնամուրի համար վերսիայով։ Միևնույն ժամանակ Վագները գրեց այդ ստեղծագործությունը հենց ձայնի եւ դաշնամուրի համար։ Իսկ գործիքավորումը պատկանում է մեկ այլ անձնավորությանը, եթե չեմ սխալվում, դա ավստրիացի դիրիժոր Ֆելիքս Մոտելն էր, որ հետագայում արել է երգաշարի գործիքավորումը, եւ այս նվագախմբային վերսիան շատ ավելի հայտնի է, քան ձայնի եւ դաշնամուրի համար տարբերակը։ Ինչն է հետաքրքիր եւ ինչն է ուշադրություն դարձնում այս շարքի մեջ։ Վագները կարծես օգտագործել է այս երաժշտությունը, բացի իհարկե այդ երաժշտության ինքնաբավ դերից, նաև որպես յուրահատուկ փորձասենյակ իր ավելի խոշոր ստեղծագործությունների գաղափարները փորձարկելու համար։ Այդ գաղափարներից էր անվերջանալի Մեղեդու գաղափարը, որ իր հերթին Վագները տեսել է ինչ-որ առումով Բեթհովենի ու շրջանի ստեղծագործություններում եւ նրա համար շատ կարեւոր էր։ Վագների համար կարևոր էր, որ իր երաժշտության մեջ երկար տևողության ընթացքում Մեղեդին լինի շարունակական, տրոհված չլինի առանձին վերջավորություն ունեցող ֆրազների։ Նման բան կարելի է համեմատել օրինակ որոշ գրողների գրելաձևի հետ, օրինակ Ֆոլկների մոտ շատ հաճախ կարող ենք տեսնել կամ երբեմն Մարկեսի մոտ կարող ենք տեսնել մի այսպիսի հսկայական նախադասություններ, երբ որ մի քանի էջի ընթացքում գրողը արտահայտում է մի միտք, ընդ որում այդ միտքը կարող էր արտահայտված լինել իր պերսոնաժի անունից, կարող էր նաև լինել որպես պարզապես գրողի խոսք, երկար, կարծես չավարտվող, բավականին քիչ տրոհված մտքի հոսք։ Այս անվերջանալի Մեղեդու գաղափարը Վագների համար նույնպես շատ կարևոր էր եւ մենք դա կարող ենք տեսնել օրինակ շարքի ամենավերջին երգում։ Երգաշարի ընդհանուր գաղափարներն են բնականաբար սերը, բայց ոչ թե վաղ շրջանի ռոմանտիկական սերն էր, այլ սիրո անհասանելիության գաղափարը։ Եվ այստեղ բնականաբար Վագները, ինչպես նաև իր այլ ստեղծագործություններում առնչվում է ժամանակի փիլիսոփայական մտքին, առնչվում է Արթուր Շոպենհաուերի մտքին օրինակ։ Շատ հետաքրքրական ստեղծագործություն է նաև այդ առումով, որ յուրաքանչյուր դարձվածք, յուրաքանչյուր միտք ոչ միայն խորապես կանխամտածված է կոմպոզիտորի կողմից, այլ նաև ունի փիլիսոփայական մեծ հագեցածություն։ Սխալ կլիներ համարել, որ երգաշարի գաղափարը զուտ գերմանական կամ գերմանա-ավստրիական մշակույթի ծնունդ է եւ սահմանափակվել է միայն այդ մշակույթով։ 19-րդ դարի շատ եւ շատ կոմպոզիտորներ տարբեր ազգերի նույնպես անդրադարձել են երգաշարի գաղափարին։ Այդտեղ կային
ֆրանսիացի կոմպոզիտորներ, այդտեղ կային ռուս կոմպոզիտորներ մեծ քանակությամբ, կար նորվեգացի Էդվարդ Գրիգո օրինակ եւ շատ այլ կոմպոզիտորներ։ Այսինքն ազգային սահմանները շատ արագ երգաշարի գաղափարը վերաճեց եւ դարձավ համընդհանուր սեփականություն։ Ֆրանսիական երաժշտության մեջ օրինակ այսպիսի մի առաջին կարևոր երգաշարի մասին խոսելիս պետք է նշել Հեկտոր Բերլիոզի Les Nuits d'été կամ ամառային գիշերներ երգաշարը, որը գրված է իր վաղեմի բարեկամ բանաստեղծ Թեոֆիլ Գոտիեի խոսքերով։ Ի տարբերություն գերմանական երգաշարերի, այստեղ երգերի միջև կապը այդքան բացահայտ չէ եւ երգերը կարծես չեն պատմում մի ընդհանուր պատմություն, բայց ունեն շատ առումով համանման տրամադրությունների ոլորտ եւ բնականաբար վերնագրից էլ բխում է ամառային գիշերներ երաժշտության իմաստային կամ զգացմունքային ոլորտը։ Բերլիոզը հայտնի է, որ մասնագիտությամբ երաժշտական առաջին մասնագիտությամբ կիթառահար էր։ Ի տարբերություն շատ կոմպոզիտորների նա դաշնակահար չէր եւ նա չի թողել դաշնամուրի համար ստեղծագործությունների մեծ կամ որևէ առումով նշանակալից ժառանգություն։ Նրա ստեղծագործությունների հայտնիագույն ստեղծագործությունների մեծ մասը, ինչպես Վագների դեպքում էր, դրանք սիմֆոնիկ ստեղծագործություններ են եւ այդ առումով Բերլիոզը անշուշտ հեղափոխական արտիստ էր 19-րդ դարի համար։ Նա զգալիորեն ընդլայնեց սիմֆոնիկ նվագախումբը, նա փորձարկեց ժամանակի համար աներևակայելի արտահայտչամիջոցներ, թե հարմոնիկ, թե տեմբրային, առաջին հերթին իհարկե տեմբրային առումով, եւ առհասարակ 19-րդ դարի ֆրանսերեն ասած enfant terrible, սարսափելի երեխաներից, սարսափելի զավակներից էր կարելի է ասել։ Մյուս կողմից, ճիշտ այնպես ինչպես Վագները, Բերլիոզը իր երգաշարը սկզբից գրում է ձայնի եւ դաշնամուրի համար եւ այնուհետեւ միայն գործիքավորում, բայց ի տարբերություն Վագների գործիքավորումը կատարում է հենց ինքը, այսինքն գրելիս երգաշարը նա արդեն իսկ երևակայել է այս երաժշտությունը ոչ թե դաշնամուրի, այլ առաջին հերթին մեծ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։ Տրամադրությունները այս երաժշտության մեջ կարող են բավականին բազմազան լինել, զուսպ բերկրանքից մինչև խորապես մեդիտատիվ իրավիճակ եւ ահա այսպիսի իրավիճակ է արտահայտում շարքի երրորդ երգը Le Spectre de la Rose, որը կարելի է մոտավորապես թարգմանել որպես վարդի ոգին։ Զարմանալի է, բայց 19-րդ դարում երգաշարի գաղափարը կամ առհասարակ ռոմանտիկ երգի գաղափարը, եթե այսպես կարելի է ասել, վերաճում է հենց վոկալն ինքը եւ դառնում է նաեւ ինչ որ առումով զուտ գործիքային երաժշտության սեփականություն։ Դա շատ հետաքրքիր երևույթ է, որի սկիզբն է դրել մեկ այլ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնը։ Ֆելիքս Մենդելսոնը հայտնի է որպես բազմաթիվ, եթե չեմ սխալվում, թվով 48 փոքրիկ դաշնամուրային ստեղծագործությունների հեղինակ, որոնց վերնագիրն է երգեր առանց խոսքի։ Դա շատ հետաքրքիր գաղափար է։ Առհասարակ, գործիքային նվագում մենք հաճախ անդրադառնում ենք նման գաղափարներին, որոնք գոյություն ունեն նաև վոկալ երաժշտության հետ։ Երբ մենք սովորում ենք երաժշտական գործիք նվագել, օրինակ մեր ուսուցիչները հաճախ ասում են երգեցիկ նվագի։ Նվագի այնպես, կարծես ոչ թե նվագում ես, այլ երգում։ Եվ իհարկե վոկալի մարդու ձայնի անմիջական արտահայտչականությունը վերարտադրվելով գործիքի կողմից կարող է մեծ արտահայտչականություն հաղորդել նաև անբարբար գործիքային երաժշտությանը։ Այդ առումով իհարկե անգնահատելի է 19-րդ դարի կոմպոզիտորների դերը եւ Ֆելիքս Մենդելսոնը հատկապես կարևորագույն դեր ունի այդ հարցում։ Նա պատկերացնում էր իր այս փոքրիկ դաշնամուրային մանրանկարները, երգեր առանց խոսքի, որպես բառից բուն իմաստով երգեր, չէ՞ որ հաճախ մենք այսօր խոսակցականում երաժշտական ստեղծագործություններին երգ ենք անվանում, որքան էլ դա սխալ լինի։ Մենդելսոնը արել է դա բուն իմաստով, գրել է ստեղծագործություններ գործիքային, որոնք երգ է անվանել, որոնց տվել է շատ հաճախ ստրոֆիկ կառուցվածք, այսինքն կարծես լսելի լինի տրոհումը տեքստի առանձին տողերի,
Եվ տվել են այդ ստեղծագործություններին երգեցիկ բնույթ, միայն մի բանն է այստեղ պակաս, մարդու ձայնը եւ բառից բուն իմաստով բանաստեղծական խոսքը։ Մնացած բոլոր առումներով այդ ստեղծագործությունները երգ են։ Քանի որ երգերը չունեին բովանդակություն, դրանց առանձին շարանը չէր կարող պատմել մի շարունակական պատմություն։ Փոխարենը Մենդելսոնը միավորում էր այս իր փոքրիկ ստեղծագործությունները 6-6 առանձին տետրերի մեջ եւ ստեղծում էր իր այս երգեր առանց խոսքի ի վերջո ամբողջացած ժողովածուում, որը իր կյանքի օրոք ինչ խոսք work in progress էր, այսինքն շարունակական աշխատանք էր, եւ ստեղծում էր այս փոքրիկ ենթաշարքեր դրանց ներսում, թվով 8 յուրաքանչյուրը բաղկացած 6-ական երգ առանց խոսքի կոչվող ստեղծագործությունից եւ ժանրը բավականին սիրվեց նաեւ այլ կոմպոզիտորների կողմից եւ թե 19-րդ եւ թե 20-րդ դարում անգամ բազմաթիվ կոմպոզիտորներ անդրադարձան այս փոքրիկ ենթաժանրին, երգ առանց խոսքի։ 19-րդ դարում ամեն ինչ չէ, որ բացատրելի է ռոմանտիզմի տեսակետից։ Կան կոմպոզիտորներ, կան արվեստագետներ, որոնք իհարկե անդրադարձել են ռոմանտիզմի գաղափարախոսությանը, բայց կառուցել են իրենց ստեղծագործությունների լեզվամտածողությունը բոլորովին այլ հիմքերով։ Այդ առումով մի կարևոր ուղղություն էր երաժշտության մեջ նացիոնալիզմը, ազգայնականությունը։ Ճիշտ է, որ խորհրդային երաժշտագիտության մեջ այս տերմինը կարծես բացակայում է, բայց արևմուտքում բավականին շատ է արծարծվում եւ արծարծվում է հիմնականում 19-րդ դարի երկրորդ կեսի արևելաեվրոպական կոմպոզիտորների նկատմամբ, որոնք ստեղծում էին իրենց երաժշտական լեզվամտածողությունը հիմնվելով իրենց համապատասխան երկրների ֆոլկլորի կամ առհասարակ ավանդական երաժշտության վրա։ Այդ կոմպոզիտորներից շատերը պատմության մեջ մնացել են որպես խիստ նորարարներ, որոնց երաժշտական լեզուն այլևս ոչ մի կապ չուներ ռոմանտիզմի հիմնադիրների ուրեմն երաժշտական լեզվի հետ, որոնք բացում էին նոր հորիզոններ։ Այսպիսի կոմպոզիտորներ հատկապես շատ էին ռուս կոմպոզիտորների թվում, եւ ահա այսպիսի կոմպոզիտոր է Մոդեստ Մուսորգսկին, որը 19-րդ դարի հավանաբար ամենափորձառական կոմպոզիտորներից էր, որը մեծ կարևորություն ունեցավ 20-րդ դարի կոմպոզիտորների համար, հատկապես Կլոդ Դեբյուսի եւ Մորիս Ռավելի համար, որոնք հիանում էին Մուսորգսկու նորարարություններով։ Միևնույն ժամանակ իր ժամանակին ժամանակակիցները ասում էին, որ Մուսորգսկին թերևս նորարար է, որովհետեւ չգիտի կանոնները երաժշտության, չգիտի հարմոնիայի կանոնները օրինակ, կամ գործիքավորման կանոնները, դրա համար այն ինչ ինքը գրում է, թվում է, որ խիստ նորարարական է։ Բայց իրականում 20-րդ դարում է միայն, որ Մուսորգսկու երաժշտության բուն արժեքը բացահայտվեց։ Մուսորգսկին նույնպես անդրադարձել է վոկալ շարքերին, երգաշարի գաղափարին, եւ նրա երգաշարերը ինչ խոսք շատ կոնցեպտուալ էին։ Կոնցեպտուալ էին այն առումով, որ նախ բացում էին հորիզոնները հարմոնիայի ընկալման, անդրադառնում էին նաև ինչ-որ առումով ռուսական ֆոլկլորին եւ մյուս կողմից գաղափարապես բավականին կուռ ստեղծագործություններ էին։ Ահա այսպիսի շարքերից էր թերևս ամենամռայլ ստեղծագործությունը, որը գրվել է 19-րդ դարում, որը ռուսերեն կոչվում է «Песни и пляски смерти» կամ մահվան երգեր եւ պարեր, այսպիսի շարքը։ Նա անդրադարձել է իր ուրեմն ճիշտ այնպես ինչպես Բերլիոզը գրում էր իր վաղեմի բարեկամ Գոտիեի տեքստերով, նա էլ անդրադարձել է Արսենի Գլինիշև-Կուտուզով անունով բանաստեղծի տեքստերին եւ ճիշտ այնպես ինչպես շարքի վերնագիրն է առաջարկում, բոլոր երգերը կենտրոնացած են մահվան գաղափարի շուրջ։ Ընդ որում բացահայտում են այդ երևույթի բավականին մռայլ եւ տարօրինակ կողմերը եւ ճիշտ այնպես ինչպես Շումանն էր անում ժամանակին, համադրելով անհամադրելին, այսինքն բավականին մռայլ տեքստին համադրելով բարեղանակի պես երաժշտություն, նույնը անում է Մուսորգսկին նաև այդ շարքի որոշ երգերում, օրինակ հայտնի Տրեպակ անունով երգում, որտեղ պատմվում է մի ուրեմն հարբած ռուս մուժիկի մահվան մասին ձմեռային բուքի ժամանակ եւ որը կարծես մի այսպիսի ինֆերնալ դժոխային պար է, որի հիմքում ընկած է ռուսական ժողովրդական պարը։
Երկու վերջին երգաշարերը, որոնց ես կուզենայի հակիրճ անդրադառնալ այս հաղորդման մեջ, գրված են արդեն 20-րդ դարում, բայց գրված են շարունակելով ռոմանտիզմի ավանդույթը։ Եվ այս առումով հետաքրքրական է, որ կարծես այս 20-րդ դարասկզբի պոստ-ռոմանտիկ կոմպոզիտորները ժառանգել են ռոմանտիզմի խոհափիլիսոփայական, ինչ-որ առումով մռայլ, ծանր կողմը, այլ ոչ թե ռոմանտիզմի փարթամությունը, կյանքի նկատմամբ հիացմունքը եւ այլն։ Առաջին շարքը պատկանում է Գուստավ Մալեր անունով ավստրիացի կոմպոզիտորի գրչին եւ կոչվում է Kindertotenlieder, գերմաներեն դա մի բառ է, հայերեն ավանդաբար թարգմանվում է որպես երգեր մահացած երեխաների մասին եւ Մալերի ինչ խոսքը ամենադաժան, ամենամռայլ ստեղծագործություններից է, որը ունի բավականին հետաքրքիր, թեպետ շատ տխուր պատմություն։ Գուստավ Մալերը նույնպես հայտնի է որպես սիմֆոնիստ։ Նա հայտնի է որպես սիմֆոնիաների հեղինակ եւ երկրորդ մի այսպիսի տարերքն է վոկալ երաժշտությունը, ընդ որում վոկալ երաժշտություն մեծամասամբ նվագախմբի ուղեկցությամբ։ Ընդ որում Մալերի դեպքում հետաքրքրականն այն է, որ նա ձայնը բերում է նաեւ սիմֆոնիկ նվագախումբ եւ իր սիմֆոնիաների մի զգալի մասը պարունակում է կամ մենակատարներ, վոկալ մենակատարներ, կամ երգչախումբ, կամ երկուսը իրար հետ։ Այսինքն երգը եւ սիմֆոնիան կարծես Մալերի երաժշտության մեջ սերտաճում են իրար։ Մալերը մի քանի վոկալ շարքի հեղինակ է, այն շարքը, որը ես կուզենայի հիշատակել, գրված է 1904 թվականին, եթե ես չեմ սխալվում, եւ ինչպես ասացի, ունի բավականին հետաքրքիր պատմություն։ Մալերը գրել է այս 4 երգը ձայնի եւ նվագախմբի համար Ֆրիդրիխ Ռյուկերտ անունով գերմանացի բանաստեղծի տեքստերով։ Ընդ որում ինչ է հայտնի, որ Ռյուկերտի երկու երեխաները ցավոք մահացել էին քութեշից, սկարլատինայից եւ Ռյուկերտը դրանից հետո սկսեց կարծես իր վիշտը դնել իր բանաստեղծությունների մեջ եւ իր մահացած երեխաներին նա ունի 400-ից ավելի նվիրված բանաստեղծություն, դա հսկայական շարք է եւ տենդագին մի այսպիսի եռանդով աշխատում էր բանաստեղծը դրա վրա։ Մալերը ընտրեց այդ տեքստերից 4-ը եւ որոշեց ստեղծագործություն գրել, որին խիստ հակառակվում էր նրա կինը Ալման։ Նոր էին ամուսնացել, Ալման հղի էր այդ ժամանակ եւ նա համարում էր, որ Մալերը ճակատագրի հետ վատ խաղեր էր խաղում, գրելով այսպիսի բովանդակության երգեր։ Մալերը նույնպես բավականին վախվորած էր գրում այս ստեղծագործությունը, բայց այսպիսի նվիրվածությամբ ամփոփեց ամբողջ շարքը։ Անցնում է 2 կամ 3 տարի շարքի ամբողջացումից եւ մահանում է Մալերի դուստրը, ընդ որում մահանում է նույն հիվանդությունից, նույն սկարլատինայից, ինչ Ֆրիդրիխ Ռյուկերտի երեխաները, եւ Մալերը սա նույնպես ընկալում է իհարկե որպես շատ վատ նշան եւ կարծես ապրում է մինչեւ իր կյանքի վերջը ինչ որ առումով մի այսպիսի զղջանքի կամ ափսոսանքի զգացումով եւ դա մի բավականին հետաքրքիր թեպետ մռայլ էջ է երաժշտության պատմության մեջ։ Մյուս կողմից կարելի է ասել, որ ռոմանտիզմի շրջանը երաժշտության մեջ առհասարակ ամփոփվել է մեկ այլ երգաշարով։ Այդ երգաշարը պատկանում էր Ռիխարդ Շտրաուս անունով կոմպոզիտորի գրչին, ով երևի ռոմանտիզմի վերջին մոհիկաններից էր եւ մահացավ 1940-ական թվականների ամենավերջում, այսինքն արդեն իսկ երկրորդ աշխարհամարտից հետո։ Այս վոկալ շարքը կոչվում է 4 վերջին երգ, ընդ որում հետաքրքիր է, որ վերնագիրը տվեց հենց Ռիխարդ Շտրաուսը, այսինքն նա քաջ գիտեր, որ դա լինելու են նրա 4 վերջին երգերը, եւ նա գրեց այս շարքը որպես մի յուրատեսակ տեստամենտ, որպես իր ստեղծագործական ուղու ամփոփում։ Մի պատմություն ունի այս շարքը, բավականին հետաքրքիր։ 1930-ական թվականներին, երբ նացիներն են իշխանության գալիս Գերմանիայում, Ռիխարդ Շտրաուսը, որի տարբերություն շատ եւ շատերի, այդ թվում նաեւ Գուստավ Մալերի, հրեական ծագում չուներ, գերմանացի էր, իհարկե դառնում է
առաջնային կոմպոզիտորներից մեկը, Հիտլերը միանգամից նշանակում է նրան Reichsmusikkammer, այսինքն պետական երաժշտական պալատ կազմակերպության տնօրեն, եւ ինչ որ առումով Շտրաուսը ուներ սիմպաթիա, համարում էր Հիտլերին որպես ինչ որ առումով գերմանական ազգի փրկիչ, անցնում է մի քանի տարի եւ Շտրաուսի համար պարզ է դառնում ռեժիմի ոճրագործությունը եւ նա աստիճանաբար, սակայն բավականին հետևողականորեն հրաժարվում է բոլոր առաջարկներից եւ մեկուսանում։ Նրա ատելությունը ֆաշիստական ռեժիմի նկատմամբ հասնում է իր կիզակետին այն պահին, երբ պատերազմի վերջում, արդեն վերջին տարիներին, նրա առջև պահանջ են դնում, որ նա իր տունը տրամադրի ուրեմն վիրավոր գերմանացի զինվորներին, եւ Շտրաուսը հրաժարվում է, ասելով սա իմ պատերազմը չէ։ Այսինքն նա հստակ արտահայտում է իր դիրքորոշումը պատերազմի դեմ, միևնույն է նա ստիպված է լինում իհարկե դա անել, եւ նա կարծես իր ուշ տարիքում, արդեն 80-ն անց էր, տեսնում էր, թե ինչպես է աստիճանաբար իր երկիր Գերմանիան, նրա հետ միասին նաեւ Ավստրիան, որի հետ կապված էին նրա երիտասարդ տարիների հուշերը, ինչպես են այդ երկրները քայքայվում եւ ինչպես մի մարդու կամ մի ուրեմն խմբակցության պատկերացումները դառնում են ավերիչ մի ամբողջ երկար տարիներ, երկար դարեր կուտակվող մի մշակույթի համար։ Իր օրագրում նա գրում է, որ զարմանալի թե ինչպես իդիոտների մի ոհմակ 1500 տարվա զարգացում վերածեցին մոխրի, մոտավորապես մի այսպիսի միտք է արտահայտում։ Պատերազմն ավարտվում է, Գերմանիան մոխիրների մեջ է եւ Ռիխարդ Շտրաուսը արդեն գիտի, որ նա երբեք չի տեսնի Գերմանիայի վերականգնումը եւ գրում է իր ամփոփիչ երգաշարը, ընտրելով բավականին փիլիսոփայական բանաստեղծական տեքստեր, այդ թվում նաև Հերման Հեսեի տեքստերը։ Այդ տեքստերը ունեն ինչ-որ առումով նաև բուդդիստական ուղղվածություն, ոչ թե մեդիտատիվ առումով, այլ կյանքը եւ մահը ընդունելու առումով։ Նա գիտի, որ նա ծեր մարդ է, նա գիտի, որ իր կյանքը զարգանում է բնականոն ճանապարհով եւ նա պետք է տեղ տա երիտասարդներին։ Մենք չպետք է մոռանանք, որ 40-ական թվականներին, երբ գրվել է այս երգաշարը, արդեն իսկ համարյա մարդկությունը գտնվում էր էլեկտրոնային երաժշտության նախաշեմին, գոյություն ունեին նորագույն շարքեր, նորագույն ուղղություններ, գոյություն ուներ ատոնալ երաժշտություն եւ այլն։ Ռիխարդ Շտրաուսը միևնույն է, կարծես իր վերջին ուժերով կարճում է ռոմանտիկական ավանդույթից, հետադարձ հայացք նետում դրան եւ ամփոփում ստեղծագործական ուղին իր ստեղծագործությամբ։